Միակ բանը մամուլի համար, որ մենք ցանկանում ենք ներկայացնել, իրականացվել է խուզարկություն, որի հետ մենք ունենք անհամաձայնություն, մեզ տրամադրվել է դատարանի որոշումները, մենք բողոքարկելու ենք եւ գտնում ենք, որ այս գործընթացը կրում է բացառապես ապօրինի բնույթ։ Այսքանն է ինչ որ հետաքրքրական, որ քննչական կոմիտեն միջև մոտ 1 ժամ առաջ չէր ասում, թե ինչի համար է խուսափում։ Դե այդ քննչական կոմիտեի հարցն է։ Հետ է կապված, դուք ինչ եք կարծում։ Ես կարծիքներս բային չեմ ցանկանում հայտնել, միակ բանը լավ հանգիստ հավաքվեք։ Եթե հնարավոր է այս կողմ Դե ինչպես գիտեք տեղի ունեցել խուզարկություն, մեզ տրամադրվել է դատարանի որոշումը, մենք այն բողոքարկելու ենք, մնացած մասով նախազգուշացված ենք նախաքննական գաղտնիքի մասով եւ ավել մանրամասներ չեն կարող դες հաղորդել։ Քննչական կոմիտեն արդեն հայտնել է ինչ վարույցի շրջանակում է խուզարկությունը սկսվել։ Հարկերը թաղվել Նման բան գոյություն չունի, մենք գտնում ենք սա ինչ որ ապօրինությունների շղթա է, որը կանխատեսելի էր եւ կարծում եմ դեռ շարունակվի։ Ես չեմ ուզում ենթադրություններ անեմ, իրավաբանական process-ների համար եմ պատասխանատու, մնացածը մենք մամուլի համար կհրապարակենք։ Համակարգիչներ եւ փաստաթղթեր։ Այսինքն բոլոր սենյակներում գրասենյակի այդ խուզարկությունը իրականացվել։ Տարբեր սենյակներից իրականացվել են համակարգիչների եւ փաստաթղթերի առգրավում։ Շնորհակալություն կներեք։ Վաղուց վարույթներ են իրանք, նոր չեն, չեմ կարող ասել, բայց չեմ տիրապետում։ Բայց շատ վաղուց, մինչև այս հայտնի դեպքերը հարուցված վարույթներ են դրանք։ Այսինքն նախքան Սամվել Կարապետյանի ձերբակալ 24 թվի վարույթ։ Այսինքն 2 եւ 1 տարվա վաղեմության բաներ են, հա, սրանք։ Մի քանի վարույթներով է, մի վարույթը 23 թվին է, մեկը 24-ի, մեկը ոնց որ թե 25-ի։ Հիմա արդեն աշխատակիցները կարող են ներս մտնել, շարունակել Խուզարկությունը ավարտվել, այո։ Դուք ներկայանաք։ Կադրը։